Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Ֆրինիզի եթերում ենք Էներգի մարզասրահից ես Քնարիկն եմ։ Եթերում է մարզվենք միասին հաղորդաշարը։ Վերջին տարիների շարունակական պարտությունների մեջ մեզ ուրախացնում են մեդալներն ու գոտիները։ Դրանք կարծես դարման լինեն մեր վերքերին։ Այսօրվա իմ հյուրն է մարտական սամբոյի 2023 թվականի աշխարհի խաղերի չեմպիոն Կարեն Ավետիսյանը։ Ողջույն Կարեն։ Ողջույն։ Սամբոն սովետական մարզաձև է, այն ստեղծվել է 1920-ից 30-ական թվականներին սովետական միության ժամանակ ռուսների կողմից։ Հիմքում եղել է ձյուդոն եւ ջիցսուն, 1966 թվականին այն դարձել է միջազգային մարզաձև։ Կարեն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ քեզ իմ տաղավարում տեսնել, շնորհավորում եմ քո մեդալի համար, շնորհավորում եմ մեզ, որ նորից եւ նորից մեր հայկական դրոշը ծածանեցիր։ Արի փորձենք հասկանալ, թե աշխարհի խաղերը ինչով են տարբերվում աշխարհի առաջնությունից եւ օլիմպիադայից։ Նախ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար։ Պատասխանեմ ձեր հարցին, աշխարհի առաջնությունը տեղի է ունենում ամեն տարի, իսկ աշխարհի խաղերը օլիմպիական խաղերի նման են, տեղի են ունենում 4 տարին մեկ։ Իսկ ուրիշ տարբերություն չկա։ Առանձնահատկություններ։ Առանձնահատկությունները պետք է Եվրոպայի կամ աշխարհի մրցանակագիր լինես, որպեսզի թույլատվություն ունենաս մասնակցես աշխարհի խաղերին։ Ինչպես նաև օլիմպիական խաղերին։ Հետաքրքիր է։ Իսկ մարտական սամբոն դասական սամբոյից ինչով է տարբերվում։ Դասական սամբոյում կատարում ենք միայն գցումներ եւ կոտրող հնարքներ, մարտական սամբոյում կատարում ենք հարվածներ, կոտրող, խեղդող հնարքներ։ Այն մյուսը խեղդող չունի։ Ոչ, մենակ գցումներ եւ կոտրող հնարքներ։ Ահա։ Իսկ ավելի կարող ես մանրամասնել մարտական սամբոն ինչ իրենից ներկայացնում։ Մարտական սամբոն իրենից ներկայացնում է քիքբոքսինգ, թայ բոքսինգ եւ բուն սամբո մարզաձև։ Ինչպես նաեւ նշեցիք, սամբոն վերցրած է ձյուդոից եւ ջուջիցուից։ Իմիջիալից դա բավական հետաքրքիր պատմություն է, կարելի է խորանալ։ Իսկ մրցումները որտեղ են տեղի ունեցել, ովքեր են հովանավորները եղել։ Մրցումները տեղի են ունեցել Սաուդյան Արաբիայում, Ռիադա մայրաքաղաքում։ Հովանավորը եղել է իրենց շեյխը Աբդուալ Ազիզը, բոլոր մրցանակագիրներին հրավիրել էր իրենց երկիր մասնակցելու աշխարհի խաղերին։ Հրավերքը հենց իրենցից է ստացել։ Այո, մասնակցել են 120 պետություններ տարբեր սպորտաձևերից, մենապայքարային ձևերը միայն։ Հետաքրքիր է։ Կարեն, հուսամ դա քեզ համար շատ կարևոր մոտիվացիա կլինի հետագայում նորից ոսկե մեդալներ բերելու հայրենիք եւ մեզ ուրախացնելու, ես քեզ այդ գործում հաջողություն եմ մաղթում։ Իսկ հետագա ինչ պլաններ ունես, մրցումների հետ կապված նկատի ունեմ։ Ներկա պահին ունեմ վնասված, պետք է վնասվածքս բուժեմ։ Այնտեղ ես ստացել։ Այնտեղ եմ ստացել, մինչև դա եմ ունեցել։ Վնասվածքով ես գնացել։ Այո։ Հետագա պլանները սամբո մարզաձևը մտնում է օլիմպիական ընտանիք, նվաճել արդեն օլիմպիական ոսկին, որը որ բաղձալի երազանք է։ Հաջողություն եմ մաղթում քեզ այդ գործում։ Կարեն, ես գիտեմ, որ դու նաև մարզիչ ես, ոչ միայն մարտական սամբոյ, այլ նաև MMA մարտեր առանց կանոնների, ճիշտ եմ, չի ասում։ Այո։ Կարող ես այդ process-ը մի փոքր ներկայացնել, ինչպես է այդ process-ը տեղի ունենում, եւ ես նաև քեզ պիտի խնդրեմ, որ պրակտիկորեն էլ մի քանի վարժություններ ցույց տաս, մրցումներից առաջ ինչպես եք պարապում։ Մրցումներից առաջ անում ենք հիմնականում այն վարժությունները, որոնք որ պետք է կատարենք գորգին, մրցագորգի ժամանակ, ճանաչելով մեր հակառակորդին, կազմում ենք մենամարտի պլան։ Իսկ մինչ դա տարվա կտրվածքով կատարում ենք ընդհանուր ֆիզիկական պատրաստություն, ես մարզվում եմ 3 մարզչի մոտ, բոքս, քիքբոքսինգ եւ սամբո։ Այդ ամենը համատեղելով մասնակցում եմ MMA-ի եւ բայվոյ սամբոյի մրցումների։ Իսկ երեխաներին երբ որ մարզում ես, դրա հետ կապված ինչ կարող ես ասել։ Երեխաների հետ կապված շատ հաճելի է իրենց հետ աշխատել, որովհետև տեսնում ես իրենց արդյունքը, ինչպես են իրանք սովորում, ինչպես են այդ ամենը կիրառում։ Նշեմ, որ նրանք արդեն մասնակցել են մրցումների եւ նույնպես մեդալներ, այո։ Քիքբոքս ձևաչափով են մասնակցել դեռևս բոլոր սպորտաձևերին, բայց մասնակցելու ենք, որպեսզի հասկանանք, որ երեխայի մոտ որն է էլ ավելի զարգացած գցումային սպորտաձևը, բուն սամբոն, թե մարտական սամբոն։ Կարեն, դու քանի սպորտաձևի ես տիրապետում, ինչ-որ մի քանի անուններ ես տալիս։ Ես մարզվել եմ 5 սպորտաձև, ամենաերկարը մարզվել եմ ձյուդո։
Ամենաշատը ձյուդո։ Հետաքրքիր է։ Գիտես ինչու եմ կենտրոնանում այդ հարցի շուրջ, որովհետև ուզում եմ, որ այդ ամենը ներկայացնենք նաև երեխաների ծնողներին, այն ծնողներին, որոնք վախենում են իրենց երեխաներին տալ ձեր սպորտաձևին, մի փոքր հուշտ են լինում, կոպիտ ասած, եւ ապացուցենք, որ հիմա նամանավանդ այս դժվար ժամանակներում մեր տղաներին պետք են այդ սպորտաձևերը։ Ֆիզիկական պատրաստվածության համար համապատասխան է դա արդյոք, թե ոչ։ Այո, դա համապատասխան է, մեր երկրի իրավիճակից ելնելով միշտ պատերազմող պետություն ենք։ Պետք է անընդհատ մարզվել, մեր ազգը պետք է ուժեղ լինի, ցանկացած սպորտաձևով պետք է մարզվել։ Մարտական սամբոն ինքը թույլատրում է թե կանգնած դիրքից աշխատանք, հարվածներ եւ գցումներ, թե ծնկաչոք դիրքից։ Մեր տերմինոլոգիայով պարտեր դրությունից։ Այսինքն բոլոր դիրքերից դու կարողանում ես աշխատես հակառակորդիդ հետ։ Սամբո բառը, նու ռուսերենով ասեմ, ինքը բացվում է «Սամооборон без оружия», որը որ պետք է մեր բանակին, մեր ազգին։ Դա արդեն ամեն ինչ իր մեջ, այդ ամբողջ իմաստը իր մեջ ներառում է, իսկապես սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում եւ մի վախեցեք ձեր երեխաներին տալ այդ սպորտաձևերին, որովհետեւ մեզ իսկապես անհրաժեշտ է, որ մեր տղաները լինեն ուժեղ, ինքնավստահ, որովհետեւ մենք հիմա կոտրված վիճակում ենք եւ դա շատ կարեւոր հոգեբանական ազդեցություն կունենա։ Համաձայն ես ինձ հետ Կարեն։ Այո, իհարկե։ Իսկ այժմ կարող ենք սկսել, դու ցույց կտաս մի փոքր քո մարզումներից, միասին էլ կմարզվենք, մի խոսքով սիրելի հեռուստադիտողներ, մեզ հետ հետաքրքիր է լինելու, միացեք, սկսեցինք Կարեն։ Հիմա Կարենը ցույց կտա մարտական սամբոյի կոմբինացիաներից մեկը, Կարեն։ Կարեն ինչ գցես հանկարծ խնդրում եմ, Կարեն չգցես ինձ։ Ձգվում ենք վերև, Կարեն, լավ, ձգվում ենք վերև, ու թուլանում ենք, նորից ձգվում ենք վերև, ամբողջ մանինով ձգվում ենք, թուլանում ենք, ուսերով սկսում ենք աշխատել, հակառակը, Կարեն ջան, հիմա հակառակը, դու էլ հակառակը արա, շրջան, մեծ ամպլիտուդը, հակառակ, արմունկներից ներքև ենք սկսում աշխատել, հակառակ, ինչ է միշտ հակառակալում Կարեն, ողնաշար ուղում ենք, գալիս ենք առաջ, կողպեք, ուղվեցինք, նորից ողնաշար ուղում ենք, գալիս ենք առաջ, կողպեք, ուղվեցինք, այո, Պարանացեկի սա շրջանքի հետևի հատվածում, կողքից կողք, ծնկները, մի փոքր թվում ենք տաքացնել, ծնկ վերևնի ապ, կքանիստ, սիրելի հեռուստադիտողներ հիշում ենք կքանիստի կանոնները, շնչելով իջնում ենք, արտաշնչելով բարձրանում ենք, հետևում ենք ոտների ծնկները ոտնաթաթերից առաջ չընկնի, մեջքը ուղիղ, ոտքերը ընդունում են 90 աստիճան տեսք, ժպիտով, երջանիկ, միշտ, այո 4, 3, 2, միշտ այսպես սիրուն չեմպիոններով շրջապատված, չէ Կարեն։ Այո, հայազգը շատ չեմպիոններ ունի։ 3, 2, եւ մեկ ձեռքերը դնում ենք ստեպին, ոտքերը հետ, եւ կատարում ենք mountain climber։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ջան, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, առաջ, շնչում ենք, նորից ձեռքերը դնում ենք, ոտքերը հետ, աջ ձեռքը պահում ենք կողք, հաշվում ենք 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1, ձախը, կողք 8, 7,
6 5 4 3 2 1 աջ ոտքը պահում ենք օդում 8 7 6 5 4 3 2 1 եւս 8 7 6 5 4 3 2 1 մյուս ոտքը 8 7 6 5 4 3 2 1 կարեն ոնց ես 7 հիասքանք 5 4 3 2 1 դրեցինք ձեռքերը լայն կատարում ենք push up դանդաղ չենք շտապում կատարում ենք դասական push up-ը եւս մեկ հաշիվ կենտրոն 3 2 1 3 2 1 4 3 2 3 2 stop 3 up Մի փոքր տաքացանք Արդեն կարող ենք հիմնական աշխատանք կատարել դու տաքացար Այո, իհարկե Սկսում ենք ուսագոտու մկանների աշխատանքը Աջ ձեռքս ուսին հավասար փոխում ենք ստատիկ դիրքով Ձախ ձեռքով սկսում ենք աշխատել արտաշնչելով ձեռքը բարձրացնում ենք փափուկ է ձեռքը ուսին հավասար եւ շնչելով իջեցնում ենք սկսեցինք Կարեն սկսեցինք Հրաշալի վարժություն է միջալուծվել հեռուստադիտողներ Դուք կարող եք պարզապես շշի մեջ ջուր լցնել եւ միլությամբ կատարել այդ վարժությունը Եվս 8 7 6 5 4 3 2 1 եւ կլոր պես կարեն այսպես Ձեռքը արդեն կլոր վիճակում է Փափուկ 7 6 5 4 3 2 վերջին անգամ Ստոպ Ծանրագնդրը դրեցինք Թուլացնենք ուսագոտու մկանները shoulder stretch Եվ սկսում ենք աշխատել մյուս ձեռքով Հիմա ձախ ձեռք ուսին հավասար ստատիկ վիճակում Այս դեպքում արդեն մենք աշխատեցնում ենք կենտրոնական դելտոիդները եւ աշխատում ենք աջ ձեռքով Արդեն կաշխատեցնենք կարեն առաջնային դելտոիդները ճիշտ եմ չի ասում Ինչպես Առաջնային դելտոիդները Այո Շնորհակալություն Որը որ նաև հանդիսանում է հալվածի մկաններ Լսեցիք սիրելի հեռուստադիտողներ Եվ փափուկ կլոր Յոթ Եվ վերջինը դրեցինք Եվ թուլացնում ենք ուսագոտու մկանները Կարեն Սկսում ենք որովայնի մկանների աշխատանքը Կարեն պատրաստ ես Այո Արտաշնչելով ձգվում ենք 40 աստիճան և շնչելով իջնում ենք սկսեցինք Կարեն Յոթ 6 5 4 3 2 1 Աջ ոտքը ծալում ենք, ձախը ուղում ենք, սկսում ենք աշխատել դեպի ձախ ոտքի ուղղությամբ գնացինք 8 7 6 5 4 3 2 1 ոտքը փոխվեց 8 7 6 5 4 3 2 1 Ծանրագունդը դրեցինք միկոն, ոտքերը խաչում ենք և գալիս ենք առաջ Ստոպ, ոտքերը ուղվեց, ձեռքերը ծոցրակին, դու ինչը բարձր հայց, առաստաղին crunches, գնացինք,
8 7 6 5 4 3 2 1 8 7 6 5 4 3 2 1 Պատրաստ ես Կարեն գնացինք Մեկ անգամ ևս Եվ պիտի աշխատենք ուղիղ ոտքերով ուղղում ենք և գնացինք Stop, start Հանգստանում ենք Գալիս ենք hand plank, այսինքն ափերը հատակին, մարմինը ուղիղ, okay Հասնում ենք դեպի ծունկ և նորից ուղղվում ենք Հասնում ենք դեպի ծունկ, նորից ուղղվում ենք Մարմինը ծալում ենք, հետո ուղղում ենք Կարեն Ծալվեց, ուղղվեց Ծալվեց, ուղղվեց Ծալվեց, ուղղվեց Պահում ենք 4 3 2 1 կստենք Լավ ես Կարեն Ես կանչ Ֆանտաստիկ Ողնաշարը մաքսիմալ ուղիղ Աջ ձեռքը տանում ենք կողք Այնուհետև ձախը Կարեն Ձախ ձեռքով բռնում ենք աջը ձգում ենք Ուղղվում ենք Եվ մյուս կողմով ենք աշխատում Ձգում ենք Ուղղվեցինք Ոտնաթաթերը ուղիղ Ձգվում ենք դեպի ձախ ոտքը Ինչքան տեղ ունենք Այնուհետև բացում ենք ոտնաթաթը Նորից ձգվում ենք դեպի այն Այնուհետև բացում ենք գարձքավանդակը Ուղղվում ենք Ոտնաթաթերը նորից ուղղեցինք Հասնում ենք դեպի աջ ոտքը ձգվում ենք Ոտնաթաթը բացվեց Ձգվում ենք դեպի այն Գարձքավանդակը բացվեց Գալիս ենք կենտրոն Եվ կախվում ենք դուրացնելով ողնաշարի Եվ մեջքի մկանները Ձգվում ենք հետ Աջ Ձախ Կեսաշրջան դիմացի հատվածում Աշխատացնում ենք պարենոցը Այնուհետև գալիս ենք Կարեն Ձախ ոտքը ծալում ենք 90 աստիճան աջը հետ Մի փոքր ծալի Ծալի Բարի առաջ Այր երկու ձեռքով Շատ լավ Այնուհետև բռնում ենք ոտնաթաթը ձգվում Այնուհետև փորձում ենք հետևի ոտքը սեղմել դեպի հետ շատ ապրես Եվ մյուս ոտքով ենք աշխատում 90 աստիճան և գալիս ենք առաջ Կարեն Շատ լավ Բռնում ենք ոտնաթաթը ձգվում դեպի այն Բրավո, երկու ձեռքով գալիս ենք առաջ Բռնում ենք ոտնաթաթը ձգվում դեպի այն Այնուհետև հետևի ոտքը սեղմում ենք դեպի հետ Ոտքերը բացում ենք լայն Գալիս ենք առաջ
Կանգնում ենք։ Ձգվում ենք հետ։ Ուսերը սեղմում ենք հետ։ Գալիս ենք առաջ։ Եվ նորից հետ։ Մեկ անգամ ևս գալիս ենք առաջ։ Շրջան ենք նկարում պարանոցով։ Հակառակ ուղղությամբ։ Ձեռքը դնում ենք գլխին, թեքում կողք։ Մյուս կողմից։ Ուղղվում ենք։ Շնորհակալ եմ Կարեն ջան, քո հրաշալի մասնակցության համար։ Հուսով եմ հավանեցիր իմ հաղորդումը։ Այո, իհարկե։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։ Ինձ համար էլ անսովոր մարզում էր։ Իսկապես։ Իսկապես։ Հետաքրքիր է։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Ցտեսություն։